Մեր դիտակետում է հետհամաճարակային եւ հետպատերազմական տնտեսական մարտահրավերները եւ դրանց հաղթահարման ուղիները։ Հարցազրույցներ, քննարկումներ, մասնագետի կարծիքներ, հասարակության շրջանում հարցախույզեր։ Այս ամենը Միգ մարզային ռադիոկայանի եթերում։ Միգ մարզային ռադիոկայանի եթերում հետհամաճարակային եւ հետպատերազմական տնտեսական մարտահրավերները եւ դրանց հաղթահարման ուղիները ծրագրի առաջին հաղորդումն է։ Բարև ձեզ։ Ձեզ հետ է Նարինե Մաթևոսյանը։ Այսօր մեր հաղորդման ընթացքում խոսելու ենք գյուղատնտեսության մասին։ Իմ հյուրերն են Լոռու մարզպետարանի գյուղատնտեսության եւ բնապահպանության վարչության պետ Արուստ Թումանյանը եւ տնտեսագետ Հրայր Պապոյանը։ Թվում էր համաշխարհային պանդեմիան, ապա նաև Արցախյան գոյամարտը մեր երկրում իրենց դրոշմը լրջորեն պետք է դնեին համաշխարհային, հետևաբար նաև մեր երկրի տնտեսության, մասնավորապես գյուղատնտեսության վրա։ Դրանց ազդեցությունները Առաջին հարցս ուղղում եմ պարոն Պապոյանին։ COVID-19-ի ազդեցությունը համաշխարհային տնտեսության, Հայաստանի եւ մասնավորապես Լոռու մարզի տնտեսության վրա ընդհանուր գծերով ինչպես եք բնութագրում։ Կա այսօր համաշխարհային տնտեսական ճգնաժամ։ Եվ ինչ կարելի է սպասել առաջիկայում։ Շնորհակալություն հրավերի համար։ Այո, անխոս COVID-19-ի համաշխարհային պանդեմիան բերել է նրան, որ մենք ունենք երևի թե երկրորդ համաշխարհային պատերազմից հետո ամենալուրջ տնտեսական ճգնաժամը, իսկ զուտ տնտեսական պատճառներով, եթե հանենք պատերազմական պատճառներ, ապա 1933 թվականից այս կողմ ամենալուրջ եւ ամենախորը տնտեսական ճգնաժամն է։ Նախորդ տարի մենք ունեցել ենք համաշխարհային համախառն ներքին արդյունքի 4.5%-ի նվազում, որը միջին զարգացման տեմպերով անհրաժեշտ է մոտ մի 3 տարի վերականգնվելու համար։ Սակայն պանդեմիայի եւ առողջապահական պատճառներով տնտեսական ճգնաժամերի հիմնական առանձնահատկությունը կայանում է նրանում, որ նրանք շուտ վերականգնվող են, այսինքն եթե մենք ուսումնասիրում ենք համաշխարհային փորձը, ապա նրանք ունենում են վեաձև տեսք, այսինքն սրընթաց անկում եւ սրընթաց վերականգնում եւ վերականգնումը հիմնականում պայմանավորված է կամ որոշակի առողջապահական խնդիրների հետ համակերպված ապրելու կանոնների մշակմամբ կամ դեղամիջոցների կամ բուժման հնարքների հետ կապված։ Օրինակ 80-ական թվականներին, երբ որ ՁԻԱՀ-ը նոր շրջանառության մեջ էր մտնում, այդ ժամանակ բազմաթիվ փորձերից հետո դրանց բուժելու մարդկությունը հանգեց նրան, որ պետք է ուղղակի սովորել դրա հետ ապրել, իսկ պանդեմիայի հետ կապված ինքը ավելի լուրջ ազդեցություն է ունենում եւ հիմնական խնդիրը դա պետությունների մոտ ժամանակին իրենց բնակչությանը պատվաստումներ իրականացնելն է, ապահովագրելն է այդ հիվանդությունից, որից հետո տնտեսությունը սկսում է բնականon աճել։ Զարգացած երկրներում այդ ընթացքը կա, այսինքն այսօր Իսրայելը, Մեծ Բրիտանիան, Ամերիկայի Միացյալ Նահանգները, եվրոպական շատ երկրներ, ինչպես նաեւ փոքր բնակչություն ունեցող սակայն զարգացած երկրներ գործնականում այդ հարցի լուծմանը բավականին մոտեցել են, բացել են իրենց տնտեսությունները եւ նրանք ապահովում են առաջանցիկ աճ, այսինքն սկսում են աճել մնացած տնտեսությունների հաշվին։ Իսկ կոնկրետ Հայաստանի Հանրապետությունում, որը հետ է բավականին իր պատվաստումային քաղաքականությամբ, այսինքն մենք հետ ենք առողջապահական ճգնաժամը հաղթահարած համարելու իմաստով, մեր մոտ ճգնաժամի ազդեցությունը դեռևս շարունակվում է, լուրջ է եւ նախորդ տարի մենք ունեցել ենք 7.5% տնտեսական անկում, որը հիմնականում պայմանավորված է եղել պանդեմիայով, ինչպես նաեւ Արցախյան պատերազմով, սակայն պատերազմի ազդեցությունը 2020 թվականի տնտեսական ցուցանիշների մեջ այդքան մեծ չէ։ Այդ ազդեցությունը մենք կունենանք 21, 22, 23 թվականների մեջ, այսինքն հիմնական ազդեցությունը 7.5% տնտեսական անկման դա տնտեսական սահմանափակումներն են եղել։ 2021 թվականին ամբողջ աշխարհը վերականգնման փուլում է եւ այդ վերականգնման տեմպերի տարբերությունով է պայմանավորված, թե որ երկրները ավելի շուտ կհաղթահարեն տնտեսական ճգնաժամը, որոնք ուշ։ Օրինակ Ամերիկայի Միացյալ Նահանգներում այս տարի ենթադրվում է ամբողջությամբ հաղթահարել, այսինքն համախառն ներքին արդյունքը վերադարձնել 2019 թվականի մակարդակին։ Ռուսաստանի Դաշնությունը թիրախավորել է վերադարձնել կորստի կեսը, այսինքն ունեցած 4% տնտեսական անկման դիմաց այս տարի արձանագրել 2% տնտեսական աճ։
Համաշխարհային տնտեսությունը պետք է այս տարի վերականգնվի, որովհետև 4% տնտեսական անկումը այս տարի Համաշխարհային բանկի եւ Արժույթի միջազգային հիմնադրամի կողմից պլանավորվում է կամ նախատեսվում է փոխարինել 4.5% տնտեսական աճով։ Ի հաշիվ Չինաստանի, Ամերիկայի Միացյալ Նահանգների եւ Եվրոպական միության երկրների։ Սակայն Հայաստանի Հանրապետությունում տնտեսական վերականգնումը թիրախավորվել է 3.2%-ի կտրվածքով, սակայն Արժույթի միջազգային հիմնադրամի մարտի հրապարակումներով Հայաստանի Հանրապետության այս տարվա տնտեսական աճի պոտենցիալը առավելագույնը տրվում է 1%։ Սա նշանակում է, որ մեր մոտ տնտեսական անկումը, որպես այդպիսին, այս տարի նույնպես շարունակվելու է, այսինքն դեռ մենք չենք հասել վերականգնման փուլին։ Դա պայմանավորված է ինչպես հիվանդության հաղթահարման, քանի որ մենք տեսնում ենք, որ ալիքը փոխարինում է հաջորդ ալիքով, որը ավելի ահագնացող է, մահացությունների թվերը ինչքան էլ որ սովորական են դառնում մեր համար, սակայն դրանք մեծ են, սահմանափակումները ճիշտ է երկրի ներսում այդքան զգալի չեն, սակայն երկրից դուրս սահմանափակումները գործում են տեղաշարժվելու եւ այլի հետ կապված, եւ դրանք ունենալու են իրենց ազդեցությունը նաեւ այս տարի։ Այսինքն այս տարի Հայաստանի Հանրապետությունը մինչև այժմ քննարկվող կանխատեսումներում լուրջ վերականգնվող պետությունների շարքին չի դասվելու, այսինքն այս տարի մենք լավագույն դեպքում ունենալու ենք պահպանում 2020 թվականի ցուցանիշներով, որը 7.5% ավելի ցածր է, քան 19 թվականին։ Իսկ արդեն 22-23 թվականներին ենթադրվում է որոշակի տնտեսական աճ, որը պետք է բխի տնտեսական քաղաքականությունից։ Իսկ տնտեսական քաղաքականությունը արդեն դեռևս կանխորոշված չէ, քանի որ առաջիկայում քաղաքական process-ները եւ քաղաքական process-ների արդյունքից է կախված լինելու տնտեսական հետագա քաղաքականությունը։ Նայած թե որ ուժերը ինչ հարաբերակցությամբ կստանձնեն իշխանությունը, ըստ նրանց նախընտրական ծրագրերի էլ պարզ կլինի մեր կողմից իրականացվող տնտեսական քաղաքականությունը եւ հետագայում կարելի է գնահատել նաեւ դրա հնարավորությունները եւ առավելությունները։ Շնորհակալություն, պարոն Պապոյան, այսինքն եթե մենք կարողանանք Հայաստանը հնարավորություն ունենա պահպանել նույնիսկ այս վիճակը, մենք դա կարող ենք դրական համարել, այսինքն կանխատեսվում է, որ կշարունակվի այդ անկումը տնտեսական իրավիճակում։ 2020 թվականի մեր ունեցած անկումը բավականին մեծ է։ Այս տարի պահպանելը դա մեր կանխատեսումները չի, դա Արժույթի միջազգային հիմնադրամի կանխատեսումներն են, իսկ ֆինանսների նախարարության կանխատեսումները, որոնք դրվել են բյուջեի հիմքում 3.2% տնտեսական աճն է։ Սակայն Արժույթի միջազգային հիմնադրամը, Համաշխարհային բանկը չեն հավատում այդ թվերին, քանի որ Հայաստանում գնալով մեծանում է նաև գնաճը, ինֆլյացիան, որը ուղղակիորեն խժռում է, այսպես կարող ենք ասել, իրական համախառն ներքին արդյունքի աճը։ Այսինքն համախառն ներքին արդյունքի աճը, որը պետք է անդրադառնար նաև մարդկանց եկամուտների իրական մակարդակի աճի վրա, ինքը իր ազդեցությունը չի ունենում եւ իրական համախառն ներքին արդյունքի աճ այս տարի որպես այդպեսին, մինչեւ այս պահը դեռևս համարցակ գնահատականներ այս ուղղությամբ չկան, որովհետեւ կրկնում եմ, անորոշությունը բավականին մեծ է եւ կախված է առաջիկա նաև քաղաքական process-ներից, ինչպես նաև բնակչությանը պատվաստելու պանդեմիան հաղթահարելու կառավարության կողմից իրականացվող քայլերից։ Եթե դա իրականացվի բարեհաջող, այսինքն մենք կարողանանք մոտավորապես աշնան սկզբին կամ կեսին ունենանք բնակչության 40 կամ 50% պատվաստում, որը գործնականում ապահովում է ընդհանուր կոլեկտիվ իմունիտետ, եւ մենք կարողանանք ունենանք կայուն քաղաքական համակարգ կամ կայուն քաղաքական իրավիճակ, հնարավոր կլինի խոսել արդեն կայուն տնտեսական աճի հիմքերի մասին, արդեն 2022-23 եւ այլ թվականին։ Սակայն ես իմ խորին համոզմամբ, ինչպես կորսված եղել է 2020 թվականը տնտեսական աճի իմաստով, այնպես էլ շատ մեծ հնարավորություններ կա, որ կորսված կլինի նաև 2021 թվականը, քանի որ իրական տնտեսական փոփոխություններ, ներդրումներ, տեղաշարժ, աճ չի գրանցվում, նույնիսկ դրա մասին չի խոսվում, որովհետեւ մենք արդյունքները ստանանք։
Եվ հավանաբար դրան խանգարում է նաև երկրի ներքաղաքական, ռազմաքաղաքական իրավիճակը, եւ եթե մասնավորեցնենք դրանց ազդեցությունը գյուղատնտեսության վրա ու Լոռու մարզում, COVID-19-ով հետ պատերազմական իրավիճակով պայմանավորված ինչ խնդիրներ են առաջացել գյուղատնտեսության ոլորտում։ Գյուղատնտեսության որ ճյուղն է ավելի շատ տուժել եւ հակառակը որ ճյուղում այդ ծանր էտապները իրենց կնիքը չեն դրել, եթե իհարկե կան այդպիսի հարց սուղում եմ Տիկին Թումանյան ձեզ։ Նախ շնորհակալություն հրավերի համար։ Ես ես փորձեմ հավաստիացնել, որ գյուղատնտեսությունը այն ոլորտն է, որը եւ պանդեմիայի եւ պատերազմի արդյունքում այդքան էլ վնասներ չի կրել։ Դեռ ասեմ ավելին, պանդեմիան նպաստել է այնքանով, որ արտագնա աշխատանքի անհնարինության պատճառով, գրեթե անհնարինության պատճառով շատ գյուղացիներ մնացել են իրենց համայնքներում եւ առավել շատ քանակությամբ հողերեն մշակության մեջ գտնվում։ Դրա մասին է վկայում մեր տարեկան արդյունքները, որը ցույց է տալիս, որ մոտ 530 հեկտարով ավելացել է մեր մշակվող հողատարածքները։ Դա կարելի է համարել դրական ցուցանիշ, իսկ այսպես ասած խնդիրների առումով մի փոքր որոշակի աշխատանքներ կապված սերմացուների ներկրման հետ մի փոքր ուշացումներ են եղել, բայց այդ խնդիրները շատ արագ կարգավորվել են։ Այնուամենայնիվ գյուղատնտեսության մասում կարողացել ենք լիարժեք ապահովել 20 թվականին եւ գարնանացանի աշխատանքները եւ հետագայում էլ բերքահավաքի գործընթացները։ Կապված հետպատերազմական իրադրություններով պատերազմը սկսել է սեպտեմբերի 27-ին եւ մինչեւ այդ հիմնականում բերքահավաքի աշխատանքները իրականացվել էին, աշնանացանն էլ որոշակիորեն արդեն իսկ իրականացված էր։ Մենք այս տարի ունենք բավականին մեծ քանակությամբ աշնանացան կատարված, որը որ նույնպես բարձր ցուցանիշ է համարվում նախորդ տարիների համեմատ, այսինքն դրական է արդյունքները։ Իմ տվյալներով 2020-ին աշնանացանը կազմել է 8425.7 հեկտար, որը 2019 թվականի համեմատությամբ կազմում է 97.9%։ Այսինքն այստեղ որոշակի իջել է այդ աշնանացանի։ Իջնել այդպես չենք կարող ասել, քանի որ ցրտահարությունը տեղի ունեցել 19 թվականի աշնանացանի հետ կապված մոտ 700 հեկտար ցրտահարված է եղել։ Եվ ընդհանուր առմամբ եթե նայենք այդ ցուցանիշը, ուրեմն աճ է գրանցվել։ Այսինքն անկախ նրանից, որ աշնանը մենք շատ լուրջ պատերազմական իրավիճակում էինք հայտնվել եւ աշխատուժը հիմնականում գյուղատնտեսական աշխատուժը սահմաններում էր, պաշտպանում էր հայրենիքի սահմանները, այնուամենայնիվ գյուղացին կարողացել է ռեալ իրականացնել աշնանացան եւ դա չի զիջում նախորդ տարիներին։ 95%-ով իրականացվել է աշնանացանը։ Եվ ցրտահարությունների արդյունքները ինչի կհանգեցնեն։ Դե ցրտահարությունը եղել է 19 թվականի աշնանացանին, իսկ 20 թվականի աշնանացանի հետ կապված ցրտահարություն մենք չունենք։ Շատ լավ, շնորհակալություն, եւ եթե խոսենք հետքովիդյան եւ հետպատերազմական գյուղատնտեսության մասին, որպես տնտեսագետ, պարոն Պապոյան, ձեր դիտարկումները, ինչ եք կարծում գյուղատնտեսությունը ինչու չի տուժել։ Վիճակագրական տվյալները ցույց են տալիս, որ մենք լուրջ անկում չունենք այս ոլորտում եւ հիմնական պատճառները որոնք են, որ սուր տեղաշարժ չի զգացվում։ Խնդիրը ինչու՞ն է կանում, որ Հայաստանում գյուղատնտեսությունը հիմնված է ոչ թե գյուղացիական տնտեսությունների կամ ֆերմերային տնտեսությունների վրա, այլ գյուղացիական ընտանիքների վրա եւ գյուղատնտեսությունը Հայաստանում դա ոչ թե բիզնես է, այլ գոյությունը ապահովելու միջոց։ Եվ նպաստում է նաեւ այն հանգամանքը, ինչպես նշեց իմ գործընկերը, որ նախորդ տարի բավականին մեծ քանակությամբ մարդիկ զրկվելով հնարավորությունից արտագնա աշխատանքի իրենց գյուղերում զբաղվել են գյուղատնտեսությամբ եւ որոշակի աճ են արձանագրել, սակայն եւս մի կարեւոր բան, որ Հայաստանում գյուղատնտեսությունը հիմնականում ոչ թե տուժում է այս կամ այն տնտեսական կամ համաճարակային իրավիճակներից, այլ հիմնական բնակլիմայական պայմաններով պայմանավորված, այսինքն մենք ունենք շատ ցածր մակարդակի գյուղատնտեսություն, այսպես կարող եմ ասել, ինչի համար, որովհետեւ
դա բաց դաշտային գյուղատնտեսություն է, հիմնականում շատ փոքր ծավալ են կազմում ջերմոցային տնտեսությունները, խելացի այգիները, գյուղատնտեսությունը, այսինքն հիմնականում մենք ապավինում ենք լավ եղանակին եւ լավ եղանակի կամ համապատասխան խոնավության արկայության պայմաններում, ինչպես նաեւ բնական աղետների բացակայությամբ պայմանավորված մենք կարող ենք ունենալ այդպիսի գյուղատնտեսական ոլորտում աճ ամեն տարի, այսինքն մենք կարող ենք ունենալ գյուղատնտեսական ոլորտի աճ, եթե մենք չունենք բնական կատակլիզմներ, չունենք որ եղանակի տատանումներ եւ այլն, եւ սա արդեն շատ դեպքերում նաեւ մեզնից չէ կախված, ես կարող եմ մի ցուցանիշ ուղղակի բերել, որ նախորդ տարվա համեմատ, ինչպես նշեց իմ գործընկերը, աճել է ցանքատարածությունների քանակը։ Եվ ես ուղղակի որպես տնտեսագետ հետաքրքիր համեմատություն եմ արել, նախորդ տարի 3.2%-ով մարզում աճել է հացահատիկի ցանքատարածությունների ծավալը, այսինքն մոտավորապես 350 հեկտար կամ 370, սակայն բերքատվությունը մնացել է 2019 թվականի մակարդակին, այսինքն մենք ցանել ենք 350 հեկտար ավելին, սակայն ստացել ենք նույն բերքը, ինչ որ 2019 թվականին։ Սա արդեն խոսում է նրա մասին, որ այդ ամբողջ բոլոր ջանքերը մենք ներդնելով 2020 թվականին, էլի ստացել ենք մի պատկեր, որը մենք ունեինք 2019 թվականին, այսինքն մենք ունեցել ենք նաև 1 հեկտարից բերքատվության անկում կամ որոշակի իրավիճակի վատ թարացում ընդհանուր առումով։ Ասեմ, որը մատնանշվում է դա ցրտահարությունների, ինչպես նաև 19 թվականի հետ կապված ցրտահարությունների հետ կապված։ Մենք մեր գյուղատնտեսության կառուցվածքը որպես այդպեսին ինքը բավականին ավանդական է, այսպեսի բառով նշեմ, այսինքն մենք հիմնականում ունենք հացահատկի արտադրություն, կարտոֆիլի արտադրություն, թռչնամսի հետ կապված արտադրություն, խոշոր մանր եղջերավոր եւ դրանց կառուցվածքում եթե մենք նայում ենք թե արդյոք որքանն է ինչ տեղ ունի գիտական կիրառությունը դրա մեջ, ինչ ինտենսիվ գյուղատնտեսության կամ ջերմոցային, բորսանային տնտեսության կիրառությունը մենք տեսնում ենք, որ ինքը բավականին համեստ ցուցանիշներ են, այսինքն մեր մոտ մինչև այժմ գերակշռում է ավանդական գյուղատնտեսությունը, իսկ ավանդական գյուղատնտեսությունը որոշակի ժամանակ առաջ խրախուսվում էր պետության կողմից, նաև մասսայական միջոցառումներով, այսինքն սուբսիդավորում է իրականացվում բոլորին, պարտանյութի, դիզվառելիքի, սերմացուի եւ այլ օժանդակությամբ, այսինքն դրանք օժանդակություն էին գյուղացիական տնտեսություններին, որպեսզի որոշակի մակարդակի հասներ։ Լավ էր, վատ էր, չեմ կարող ասել, երևի թե այդքան լավ չէր, որովհետեւ ինքը կախվածության էր դնում եւ երբ որ դադարեց այդ միջոցառումները, մենք տեսանք, որ դա ինչ որ երկարաժամկետ կտրվածքով արդյունք չի ունեցել, այսինքն չի մնացել այդ ձևի արդյունքը, որ տարին որ սուբսիդիաները դադարեցին դիզվառելիքի, պարտանյութի, սերմացուի, այդ նույն տարին շատ հողատարածքներ դարձան ուղղակի մշակման համար ոչ նպաստավոր։ Իսկ ի՞նչն է պատճառը, որ դրանք այդ սուբսիդիաները դադարել են։ Դա արդեն տնտեսական քաղաքականության, պետության քաղաքականության արդյունք է, որ երևի ավելի ճիշտ կլինի իմ գործընկերը պատասխանի դրան, սակայն ես ուղղակի մի ակնարկ բերեմ, որ գյուղատնտեսությունը այսօր ինքը լուրջ բարեփոխումների եւ լուրջ տրանսֆորմացիաների կարիք ունի, այսինքն եթե մենք փակ սահմաններով հիմա արդեն իսկական ֆիզիկապես փակ սահմաններով, շատ վատ հարևաններով, այդ ամենը գյուղատնտեսության համար իմիջիայլոց դա խթաններ են, այդ վատ հարևանները, փակ սահմանները, դա գյուղատնտեսությունը խթանող գործիքներ են։ Եթե դրա պարագայում մենք որոշակի գյուղատնտեսություն ունենք, ապա այն հավակնոտ ծրագրերը, որ պետք է ունենանք բաց սահմաններ, ինչպես նաև տանելի հարևաններ, այդ դեպքում առաջի եւ ամենամեծ հարվածը մեր վրա ստանալու է գյուղատնտեսությունը, ուղղակի զուտ տնտեսական հարված, որովհետեւ այն սուբսիդավորման ծավալը, այն գյուղատնտեսական քաղաքականություն, ինչպես նաև գյուղատնտեսության վարելու բիզնես մշակույթը, որ արկա է մեր մրցակից կամ թշնամի երկրներում, մեզ հնարավորություն մեր գյուղատնտեսների վիճակը բավականին բարդացնելու։ Այս փակ սահմանների պայմաններում նույնիսկ մեր համար մրցակից են։ Բայց եթե մենք ունենանք որոշակի այդ ոլորտով մեղմացումներ, ես
գտնում են, որ մեր գյուղատնտեսությունը բավականին վատ կամ ավելի ծանր վիճակում կարող է հայտնվել։ Եվ Տիկին Թումանյան, եթե շարունակենք պարոն Պապոյանի խոսքը կապված սուբսիդիաների հետ, այ ինչն է պատճառը եւ իրականում դրանք դադարեցվել են ամբողջությամբ։ Ոչ ամբողջությամբ, սերմացուների սուբսիդավորում ունենք, աշնանացանի սուբսիդավորում ենք ունեցել, կանանացանի սուբսիդավորում ենք ունեցել, իսկ վառելանյութը եւ պարարտանյութը չենք ունեցել, արդեն 2 տարի է, 3 տարի է չկան վառելանյութի եւ պարարտանյութի սուբսիդավորումներ, եւ կապված պարոն Պապոյանին նշած, որ ցանքատարածությունները ավելացել են, սակայն վերքատվությունը նույն մակարդակի վրա է մնում, այստեղ իսկապես գյուղատնտեսությունը խնդիր ունի, քանի որ հողերի մշակումը իրականացվում են անհատների կողմից եւ միևնույն տարածքը տարիներ շարունակ միևնույն մշակաբույսն է ցանվում, այսինքն որոշակի համակարգում է պետք, որպեսզի կատարվի ցանքաշրջանառություն, դա նպաստում է բերքատվության ավելացմանը։ Եվ նաև խիստ կարևոր է կրվող սերմացուների որակական հատկանիշները, ներկրվող սերմացուների որակական հատկանիշները, որոնք նույնպես պետք է նպաստեն մեր ստացած բերքի քանակի եւ որակի ավելացմանը։ Այսինքն ինչ է ստացվում, այստեղ նաև գյուղացու, գյուղատնտեսական գիտելիքների պակաս կան, իրենք չգիտեմ, որ ամեն տարի նույն տեսակ հացահատիկի կամ բերքի չի կարելի այդ հողատարածքում ցանել։ Այսին տեսականորեն իհարկե բոլորն էլ գիտեն, սակայն գործնականում իրենք նպատակահարմար են գտնում, որ իրենց աշխատանքները կազմակերպեն իրենք, իսկ մենք համայնքներում հստակ այդպիսի հաստիկ չունենք, որպես գյուղատնտես, որ խորհրդատվություն ստանան, խորհրդատվությունը յուրաքանչյուրը իր ցանկությամբ տարբեր տեղերից կարող է ձեռք բերել, բայց որպես այդպիսին պարտադրված խորհրդատվություն եւ պարտադրված աշխատանք չունի ոչ գյուղացին, ոչ համայնքը։ Մեր հողատարածքները սեփականաշնորհված են եւ յուրաքանչյուր անհատ ինքն է որոշում իր հողատարածքում ինչպիսի ցանքաշրջանառություն իրականացնի։ Եվ ինչ է ստացվում, հավանաբար գյուղացին ինքը գիտի, որ այլ տեսակ չի կարող բանջարեղենի, այլ տեսակ չի կարող այդ հողից ստանալ, կամ ինչու ինքը չի փոխում այդ տեսականին, սերմացուի պակաս կա, թե պահանջարկի խնդիր կա, չէ՞ որ գյուղացին ինքը հասկանում է, որ իրականում ինքը լավ բերք չի ստանալու, բայց շարունակում է այդ նույն տեսականին ցանել։ Այստեղ ամեն ինչ փոխվում է մի փոքր ավելի այլ դաշտ, կան ֆինանսական խնդիրներ, թե ոնց կարող են ձեռք բերել լավ սերմացուները կամ հողի որակական հատկանիշների բարելավումը, գոյություն ունի հողի անալիզի իրականացում, որը նորից վճարովի ծառայություն է, յուրաքանչյուր անհատ ի վիճակի չի նմանատիպ ծառայություններից օգտվելու, որպեսզի կարողանա հողի որակական հատկանիշները բարձրացնել եւ տարեցտարի յուրաքանչյուրը փոքր չափերով կարող են նպաստել բերքի անկման վրա, տարածքները մշակության կարող են ավելանալ, իսկ ոչ հետևողական աշխատանքի արդյունքում բերքատվության ցուցանիշները կարող են մի քանի տարի շարունակ մնալ միևնույն մակարդակի վրա։ Շատ լավ, եթե հավատանք պաշտոնական վիճակագրությանը, ապա Հայաստանում 2020 թվականին գյուղատնտեսության համախառն արտադրանքների ծավալը կազմել է 819.3 միլիարդ դրամ, որը նախորդ տարվա 2019 թվականի համեմատ աճել է 1.4%-ով։ Լոռին ապահովել է գյուղատնտեսական արտադրանքի 7.9%-ը կամ եթե բացարձակ թվով խոսենք 65 միլիարդ դրամը։ Լոռու մարզում գյուղատնտեսության որ ճյուղերն են ավելի զարգացած եւ ինչով է դա պայմանավորված։ Հիմնականում ինչով է զբաղվում գյուղացին Լոռիում։ Տարբեր տարածաշրջաններում տարբեր ճյուղեր են զարգացած եւ դա պայմանավորված է հողի տեսակով եւ բնակլիմայական պայմաններով։ Օրինակ Տաշիրի տարածաշրջանում առավել զարգացած անասնապահությունը, Թումանյանի տարածաշրջանում այգեգործությունը, այսինքն եւ բուսաբուծությունը եւ անասնաբուծությունը մեր մարզում կարելի է համարել զարգացած, իհարկե առաջատարը անասնապահությունն է։
Շատ լավ, եւ եթե դարձյալ պաշտոնական վիճակագրությանը հետևենք ու հավատանք, ապա անասնապահության մասին խոսելիս եւս նախորդ տարվա համեմատ նկատելի է աճ։ Որպես խոշոր եղջերավոր կենդանիների գլխաքանակ նշվում է, որ ավելացել է 1.7%-ով։ Կովերինը 1.1 է, խոզերինը 2.7, ոչխարներինը, այծերինը 2.9%-ով աճ է գրանցել, թռչունների մոտ 3% աճ ունենք։ Այսպիսի ցուցանիշ կարելի է կանխատեսել նաև մինչև ընթացիկ տարվա ավարտ եւ արդյոք այս ոլորտում կարելի է ստանալ հստակ ցուցանիշներ։ Օրինակ, ինչպես է հաշվարկվում անասնագլխաքանակը ընդհանրապես եւ որքանով է այդ ցուցանիշը իրական պատկերին մոտ։ Վերջին 1 տարվա ընթացքում դա առավել մոտ է իրական պատկերին, քանի որ աշնանը նախատեսվում էր իրականացնել կենդանիների համարակալում, ուղղակիորեն պայմանավորված պատերազմական իրադրությունով նախապատրաստական աշխատանքները մի փոքր հետաձգվել են եւ տեղափոխվել են 21 թվականը, եւ դա փոքրիշատե զգոնություն է առաջացրել համայնքներում թվական տվյալների առավել հավաստի ներկայացնելու համար։ Մենք այս տարի նաև նախաձեռնել ենք մեր մասնագետի կողմից մարզպետանի ներկայացուցիչը իրականացրել են նաև ընտրանքային հաշվառում, այսինքն այցելում ենք եւ պատահական ցանկացած համայնքից ցանկացած տան կարող ենք հաշվարկ իրականացնել, տեսնենք համապատասխանում է թվերը, թե չի համապատասխանում եւ պատկերացրեք բավականին մոտ են, տարբերությունները շատ քիչ են, դա ամենամյա իրականացվող աշխատանք է, որը հունվար ամսին է իրականացվում ընդհանուր տվյալները տալու համար։ Իսկ փոփոխությունները կարող են պայմանավորված լինել, ասենք ծնելիությամբ, մինչև հիմա կամ կենդանիների մորթով։ Ես հավաստիացնում եմ, որ թվերը տարեցտարի ավելի մոտ կլինեն իրենց ռեալությանը։ Իսկ եթե համարակալումը իրականացվի, սա շատ ավելի նպաստավոր կլինի այդ թվական տվյալների ճշգրտության համար։ Այսինքն այն հանգամանքը, որ այս ոլորտում գյուղատնտեսության այս ճյուղում որոշակի աճ է գրանցվել, կարելի է նաև համարել, որ տվյալները շատ ավելի ճիշտ դաշտ են բերվել։ Նշանակ։ Շնորհակալություն, մենք խոսել ենք նաև ֆերմերային տնտեսություններով զբաղվող գյուղացիների հետ, ունենք փոքրիկ ոդքասթ, որ կուզեի այժմ լսենք ու նաև բարձրացված ֆերմերի կողմից բարձրացված որոշակի հարցերի այստեղ քննարկենք, անդրադառնանք այդ հարցերին։ Գառնիկ Լատիճի Մարգարյան, բնակվում եմ Մարգավիտ գյուղում, շինարար եմ, բայց մեծ ֆերմերային տնտեսություն ունեմ։ Եվ այդ տնտեսությունը ունեցել է մեծ ոչխարաբուծություն եւ խոշոր եղջերավոր անասունների եւ ձիեր։ Կարող եմ ասել, որ այս ժամանակաշրջանում ոչ մի անգամ կաթի արժեքը չի բացարձել։ Անասնապահությունը ոչխարաբուծությունն անում ենք բրդի համար խնդիրներ ունենք եւ հիմա էլ կա 5-6 տոննով բուրդ ունենք, ոչ միտեղ չեն կարողանում, շուկա չկա։ Ես հիմա ունեմ 4 տոնից ավել բուրդ եւ պահանջար չկա։ Կաթը մնացել է 120 դրամով մթերում են, ոչ մի գնի տարբերություն չէր, խոտը այս ժամանակաշրջան միջև սորորով խոտի արժեքը համարյա 2000 դրամ էր մի տուկը, կիլոն 100 դրամ, որովհետև ժողովրդի հնարավորությունը չի ներում, որ կարողանան դաշտերը հնձեն, կարողանան տեղափոխեն, որովհետև վառելիքը թանկ է եւ չեն կարողանա։ Վառելիքի գինը պատերազմից հետո եւ այդ ընթացքում բարձրացավ 320 դրամ էր, բենզինը դարձավ 400 քանիս։ Վառելիքի բարձր արժեքը բարձրացավ, բացի դրանից եւ այդ պատերազմական վիճակը գյուղացուն էլա խանգարում, որովհետեւ մարդը հենց ոչեպես ինքը պատրաստ չի աշխատելու, որովհետեւ ճիշտ է ժողովուրդը չեն կարողանում դաժե կողմնորոշվեն, երեխաներն են պատերազմի մեջ, իրանք են պատերազմի մեջ, դա խանգարում է թեկուզ գյուղատնտեսությանը, թեկուզ արդյունաբերությանը։ Այս գարնանը մի քանի օր առաջ տալիս էին առանց տոկոսադրույքի վարկ են տալի 1 միլիոն, որը դա շատ քիչ է, զարգացնելու գյուղատնտեսությունը, իսկ եթե մտածում ես, որ ավելի, ասենք, եղել է այդ ժամանակ, որ ուզեցել են, որ 5 միլիոնի, իրանք ասել են, պետք է դասընթաց լինի, դա էլ ավերացել, հիմա չգիտեմ ինչն է պատճառը, այդ վարկերը հիմա որ տալիս են առանց տոկոսադրույք, վարկերը տրամադրում են նայելով քո տնտեսությունը եւ քո հնարավորությունները,
իմ կարծիքով ամեն մարդու չեն վարկավորում, որովհետև կան հենց բաներ, որ ասենք հարմար չի մարդկանց պետք է տեսնում են ինքը կապիտալ ունի, ինքը անասուն ունի, ֆերմա ունի, դրա հիման վրա են տալիս վարկերը, ասենք կլինի դες մարդիկ սկսնյակ անասնապահությամբ զբաղվեն, բայց իմ կարծիքով նրանք չեն ստանալ դա, որովհետև պետք է ունենան գարանտիա ունենան, պետք է երաշխավոր լինի, որ կարողանան իրանց վարկեր տան, որովհետև հիմա այն ժամանակաշրջանը մեկ է տեսնում ես մարդը վարկը վերցրեց եւ հանրապետությունից բացակայեց։ Կար վարկեր, որոնք խոսակցություններ գնում, որ պետք է սուբսիդավորվեն, վարկյալի ինչ-որ տոկոսներ կա, որոնք իրանք պետությունը պետք է մուծումները կատարի, բայց ճիշտ ասած մենք դրանից չենք օգտվել եւ չեմ կարող ասեմ։ Ով է եւ օգտվել եւ ով է կարողացել դրա մասին ես չեմ կարող ոչինչ ասել։ Հիմա ասեմ կարող եմ ճիշտ լավ չի ինչի, բայց ասեմ, որ գյուղատնտեսությունը ոչ մի անգամ, ոչ մի ժամանակաշրջանում տենց մեծ բան չի տվել։ Եկամուտ շահույթ չի տվել։ Հիմա էլ ես կարող եմ ասեմ, որ սուրճ չեն կարողանում իրանց ստեղծածը դուրս անեն, հանրապետությունում են նենց արժեքներ չի, սուր կարտոշեն կոպեկներա։ Երեք վերցեն կարտոշեն կոպեկներա, մարդը մշակում ամեն ինչ արմա եւ չի կարողանում շուկա հանի եւ ռեալիզացիա կատարի եւ դրա հետ մեկտեղ թեկուս անասնապահությունը վերցեք։ Ես պատահական բան չասեցի։ Սուր բուրդը անասունը, եթե ոշխարես բան, ոշխարը տարին մի անգամ է ծնում։ Եթե այդ գառը վերցնում ես, ընդհանրապես, եթե չես վերցնում, ուրեմն մինուս ես գնում։ Իսկ եթե վերցնում ես բուրդը չես կարող վաճառես, իր տվածը իրան բալանս չի անում, իրան չի ապահովում, որ կարողանաս թեկուս հիմա կովը կթում է մարդը իր անասնա, եթե անասնապահում եւ անասնապահին վճարումը էլի չի կարող, շահույթ չի ունենա։ Մնում է նրանում, որ ինքը անի, բոլոր բաները ինքն էլ մենակ չի կարող անի։ Գյուղում պահում եմ գյուղը, որովհետև ես այդ գյուղում եմ ծնվել, եւ ես սովոր եմ եղել տակուց, եմ փոքրուց, որ այդ աշխատանքը կատարել եմ, ասենք իմ նման քիչ մարդիկ կլինեն, որ համ արտադրություն ունենան, կամ շինարարություն ունենան եւ էլի անասնապահությունով, հողագործությունով զբաղվեն, քիչ են նման մարդիկ, իսկ ժամանակից երիտասարդությունը չի էլ ուզում տես բանալ, հիմա նայում եմ մեր հողերը լրիվ անմշակ է։ Կարտոշ չեն մշակում, խոտի հունձը չեն անում, դաշտերի մեծամասնություն։ Երիտասարդությունը չուզում։ Երևի նայում է, որ հաշվարկ է կատարում, որ իրան չի բավարարում։ Իրանց ապրելակերպին բան դրա համար չեն աշխատում եւ հիմա տեսնում ես դաշտերի մեծամասնությունը անմշակ։ Ես ասեմ, եթե գյուղացին իմանա, որ պետք է 10 կոպի, 20 կոպի եւ կարողանա իր պահած անասունի արտադրանքով ստանա այն գումարը, որով կարողանա բարվոք վիճակում ապրի, կանի։ Իսկ սորվա պայմաններում նայում ենք այսօրվա բանով շուկան ավելի, շուկայից մարդից վերցնում է գալիս է մարդը, առնում է տանում վաճառում, կրկնակի գնով վաճառում է։ Իսկ այդ մարդը իր ապրանքը չի կարողանա, իր նորմալ գնով վաճառի, որ կարողանա իր եկամուտները ստանա։ Ավելի մեծ եկամուտներ են ստանում, քան թե աշխատող մարդ։ Դրա համար պետք է ստեղծվի նենց շուկա, որը կարողանա մարդը ինքը իր արտադրանքը կարողանա տա եւ իր եկամուտը նորմալ ստանա։ Ճիշտ ասած, փորձեր չեմ կատարել, բայց ես մտածում եմ, որ դա կօգնի, որովհետև այս բնությունը, այս հնարավորությունը, եթե մարդը կարողանա դրսից գա եւ туриզմի զարգացնելու համար, մենք բոլոր հնարավորություններն ունենք։ Ես չեմ ուզում ասեմ Լոռու մարզում, ես կարող եմ հենց անմիջապես մեր գյուղի մասին ասեմ, որովհետև գյուղին նայելով ամենահասարակ մարդը, եթե կարողանա ասենք հնարավորությունների գա այս ամառ սեզոնին, գարնան սեզոնին տեսնի, որ ինչ է կատարվում այս բնության հետ, մենք ունենք մեծ հնարավորություններ, որ туриզմը զարգացնեն եւ տուրիստները եթե լինեն, ուրեմն ապրանքի ջինը, պանրի ջինը բարձր կլինի, սննդա առևտուր կլինի, մարդիկ դրանից կօգտվեն եւ մարդիկ շահ կունենան, եկամուտ կստանան։ Մեր դիտակետում է հետ համաճարակային եւ հետ պատերազմական տնտեսական մարտահրավերները եւ դրանց հաղթահարման ուղիները։ Հարցազրույցներ։ Լսեք, ոչ թե չլինի, քննարկումներ, այլ պետք չի sense դնել ու խոշորացույցով այդ ամեն ինչին նայել։ Մասնագետի կարծիքներ, հասարակության շրջանում հարցախույզեր։ Ոչ մի անգամ կաթի արժեք։ Այս ամենը Միք մարզային ռադիոկայանի եթերում։
գյուղացին կանգնում է որոշակի խնդիրների առաջ եւ իհարկե ոչ միայն գյուղացին, վառելիքը բազմաթիվ այլ ոլորտներ նաեւ խանգարում է զարգանալ։ Վառելիքի շուկան աշխարհի փոքր շուկաներից մեկն է, որտեղ իրոք բացարձակ մրցակցության պայմաններում է գործում եւ նախորդ տարվա տնտեսական խնդիրները, սահմանափակումները եւ այլն, դրանք առաջի հերթին հենց հարվածում են վառելիքի շուկային, քանի որ հիշեք այդ կարանտինի լոկդաունի օրերին արգելված էր հասարակական տրանսպորտը ամբողջ աշխարհում, արգելված էր մեքենաներ վարելը, մարդկանց հորդորվում էր մնալ տանը եւ այլն, եւ վառելիքի պահանջարկը շուկայում շեշտակի նվազել էր։ Իսկ վառելիքային տնտեսությունը այնպիսի ճյուղ է, որի պահանջը առաջարկը կրճատելը կամ արտադրությունը կրճատելը երբեմն անհնար է, քանի որ արդեն իսկ բացված եւ շահագործող հանքերը ոչ ոք չի կարող կանգնեցնել, նավթավերամշակող գործարանները ունենում են անընդհատ աշխատանքային ցիկլ, որը կանգնեցնելը շատ ավելի թանկարժեք, քան դա նույնիսկ զրոյական շահույթով աշխատացնելը, եւ ստեղծում էր մի իրավիճակ, երբ որ հանքերը նույն ծավալով արդյունահանվում էին, սակայն ամբողջ աշխարհում մեքենաները կանգնած էին, դրանից շահում էր միայն բնությունը, եւ այդ ընթացքում իհարկե վառելիքի գները շեշտակի նվազել էին միջազգային շուկայում, նույնիսկ վառելիքի սվոպային գները մոտենում էին 0-ի, այսինքն նավթարդյունահանողները պատրաստ էին $0 դիմաց վաճառել իրենց վառելիքը, որովհետև չունեին համապատասխան տարաներ, որում կարող էին դրանք պահեստավորել մինչև լավ ժամանակները։ Աշխարհում բոլոր նավթատանկերները ամբողջությամբ լցվել էին վառելիքով, կանգնած էին երկրների ծովային տարածքներում եւ սպասում էին իրենց կանչին, եւ այդպիսի մի գերարտադրության իրավիճակ էր ստեղծվել, սակայն նախորդ տարվա ամառվանից, ինչպես նաեւ աշնանից սկսած որոշակի աշխուժություն նկատվեց, մասնավորապես Չինաստանը, որտեղից դուրս էր եկել այս համավարակը, առաջինը հաղթահարեց դա եւ սկսեց վերականգնել տնտեսությունը եւ սկսեց համալրել իր վառելիքի պաշարները, այսինքն ստեղծելով շուկայում պահանջարկ եւ որոշակի սկսեց աշխուժություն, բացի դրանից արդեն պանդեմիայի ավարտներ նկատվում, վերջը, քանի որ ընկերությունները հաղորդում էին, որ մոտենում է համապատասխան պատվաստանյութերի վերջնական փուլերը մշակման, ինչպես նաև Ռուսաստանի Դաշնությունը հայտարարեց օգոստոսին, որ արդեն իրենք ունեն պատրաստ, ամերիկյան Moderna-ն, Pfizer-ը եւ այլն, որ մոտենում են նոյեմբերին դրա վաճառքի ծավալները եւ համաշխարհային տնտեսությունը սկսեց լավատեսական տրամադրվել 2021 թվականին, սկսեցին վերագործարկվել արտադրությունները, սկսեցին մեղմացվել արդեն կարանտինները, այդ սահմանափակումները, ամբողջական լոկդաունները եւ համաշխարհային շուկայում սկսեց ավելանալ վառելիքի պահանջարկը։ Իսկ վառելիքի պահանջարկը բերում է նրան, որ ավելանում են նրա գները։ Բացի այդ, մոտեցավ ձմեռը, իսկ ձմեռը այսպես թե այնպես ավելանում է վառելիքի սպառումը ջեռուցման նպատակներով եւ ավելացավ վառելիքի պահանջարկը, որոշակի կուտակված պաշարները նվազեցին, իսկ արդեն գարնանից սկսած մեր մոտ այդքան նկատելի չէ, բայց ամբողջ աշխարհում պանդեմիայի հետ կապված որոշակի դրական տեղաշարժ կա, այսինքն զարգացած երկրների վակցինացիան ավարտվել է կամ ավարտական փուլում է եւ այդ տնտեսությունները արդեն վերականգնվում են, իսկ վերականգնումը ենթադրում է ավելի բարձր աճի տեմպեր, քան նախատեսված էր։ Եվ դրա համար ավելացել է պահանջարկը, մարդիկ սկսել են ավելի շատ ճամփորդել, ավիաընկերությունները նորից աշխատում են եւ դրա պատճառով բարձրանում է վառելիքի գները, մոտենում է նորմալ մակարդակի վրա, այսօր աշխարհում $60-70 է մեկ վառելիքինը։ Դա մեկ պատճառ։ Երկրորդ պատճառը Հայաստանի Հանրապետությունում ազգային արժույթի արժեզրկումն է։ Մենք ունենք մոտավորապես 10% դրամի կուրսի անկում, այսինքն 475-ը, եթե ենթադրենք, որ նախորդ տարվա միջին կուրս էր, այս տարի 530, հիմա 520-ի կտրվածքով, որը 10% ճնշում է դեպի վառելիքի գինը, այսինքն գնի 10%-ը աճի։ Պայմանավորված է այդ հանգամանքով։ Եվս մի 30%-ը պայմանավորված է նավթի գների աճով, ինչպես նաև նկատվում են նաև մրցակցային իրավիճակի ինչ-որ փոփոխություններ երկրի ներսում, որը
բաց սահմանների պայմաններում այդքան ակնհայտ չէր եւ ինձ թվում է որ եթե մենք տեղափոխվենք էլի բաց սահմանների իրավիճակ, ռեժիմ, այդ որոշակի տարբերությունները նույնպես կհարթվի։ Բացի այդ մենք ունենք նաեւ լրացուցիչ այլ խնդիրներ, ռիսկայնություն, ունենք սպառման նվազում տնտեսության մեջ, իսկ ընկերությունները ունեն հետաքրքիր վարկագիծ, նրանք ուզում են պահպանել իրենց պլանավորվող եկամտի մասը, որ բոլոր իրար հետ հանգեցնում է վառելիքի շուկայում գնի բարձրացման, բայց գնի բարձրացումը մեծամասամբ ինքը օբյեկտիվ է եւ այդպես էլ լինելու է, այսինքն հուսալ, որ վառելիքի գները որոշակի ժամանակ հետո պետք է նվազեն, այդպես չի կարող լինել։ Մենք պետք է պատրաստ լինենք բարձր գների պայմաններում վառելիքի գյուղատնտեսություն զարգացնել, որովհետեւ այն գնաճային ճնշումները, որ կա այսօր Հայաստանի Հանրապետության ազգային դրամի վրա, այն տենդենսները, որոնք կան այսօր վառելիքի շուկայում ամբողջ աշխարհում, դրանք հանգեցնելու են նրան, որ պանդեմիայի իրավիճակի թուլացմանը զուգընթաց պետք է բարձրանա վառելիքի գները։ Եվ մենք պետք է այդ իրավիճակում որոշակի միջոցառումներ իրականացնենք կամ չիրականացնենք գյուղատնտեսությանը աջակցելու համար։ Կամ հնարավորություն տանք գյուղացուն, որ մի քիչ ավելի բարձր գնով վաճառի իր գյուղմթերքը, հա, իր ստացած բերքը, այս դեպքում արդեն մենք կունենանք նաև գնաճ։ Այ գյուղացին ֆերմերային տնտեսությամբ զբաղվող գյուղացին բողոքում էր, որ վերավաճառողները շատ ավելի մեծ շահույթ են ստանում, քան հենց չարքաշ գյուղացին, որ ամբողջ օրը աշխատում է իր տնտեսություններում։ Կան որոշակի ծրագրեր, որոնք հնարավորություն կտան գյուղացուն, որ ինքը վաճառի, վերավաճառողները գնային որոշակի քաղաքականության ենթարկվեն, այսինքն ինչ որ ձևով բալանս պահվի այս իրավիճակում։ Հարցը ուղղում եմ երկու հյուրերիս էլ, յուրաքանչյուրը ձեր տեսանկյունից։ Ինչ կարելի անել այս առումով։ Վաճառքի հետ կապված ընդհանրապես շուկան ստեղծում է վաճառողը ինքը, այսինքն իրենք են առաջադրում իրենց գները, ոչ մեկ իրենց վրա պարտադրված գնային սահմանափակումներ չունի դրած, իսկ որպես այդպիսին ծրագիր, որ աջակցի նրանց վաճառքի հետ կապված խնդիրներին, հատուկ այդպիսի ծրագիր գոյություն չունի։ Մարքեթինգի հետ կապված կան եվրոպական մի շարք ծրագրեր, որ կարող են ապահովել մի շարք տնտեսությունների մարքեթինգը, այսպես ասած, սակայն շուկան իրենք են ձևավորում իրենց որակական հատկանիշներով, իրենց արտադրանքով։ Հիմա օրինակ մեր մոտ, մեր մարզում եւ ընդհանրապես Հայաստանում խիստ կարևորվում է կանաչ գյուղատնտեսության արդիականացումը, դա ինքնստինքյան արդեն իսկ կանխատեսում է գների բարձրացում, քանի որ դա առավել բիո մշակաբույսեր ապահովելու եւ դա իր գնային առումով ավելին է լինելու ավանդական մշակաբույսերից։ Մենք մայրաքաղաքում ունենք արդեն փորձ, երբ գյուղացին ինքն է բերում եւ վաճառում իր մթերքը շաբաթ եւ կիրակի օրերին հիմնականում։ Ինչ է կարծում այդ փորձը իր դրական արդյունքը ունի եւ կարելի է դա ներդնել նաեւ մարզերում։ Ներդնել կարելի է, սակայն դա պետք է անպայման համակարգված տարբերակով կատարվի, պետք է համապատասխան պայմաններ լինեն, սննդի վաճառքի անվտանգության մասը պետք է ապահովված լինի, այսինքն հենց այնպես ուղղակիորեն բերել եւ վաճառել, դա մի քիչ խնդիր կարող է առաջացնել, բայց որոշակի արտադրություններ իրենց վաճառքը կարողանում են կազմակերպել, դա կապված է փաթեթավորման հետ, որակական հատկանիշների հետ, այսինքն որպեսզի կարողանան նաև ապահովել բարձր գնային արժեքը, պետք է համապատասխանեցնեն իրենց ստանդարտներին։ Յուրաքանչյուր արժեքը ունի իր ստանդարտը։ Եվ պարոն Պապոյան, ձեր տեսակետը։ Ես մի քիչ ավելի տնտեսագիտական տեսանկյունով բացատրեմ, թե ինչու համար է արժեքը այդքան տարբերվում եւ ինչու համար է դա արդարացի։ Նախ առաջինը գյուղատնտեսական Այսինքն արդարացի է, որ վերավաճառողը ավելի մեծ շահույթ ստանում։ Շահույթ չի ստանում վերավաճառողը, այդտեղ վերադիր ծախսեր են առաջանում։ Եվ ես կարող եմ ասել նաև դրա լուծման ճանապարհը, որը փորձվել է, որը նաև դուք եք ծանոթ, կասեմ կհիշեք,
Ինչ վերադիր ծախսեր են ավելանում, երբ որ գյուղացու արտադրանքը փորձում է այլ տնտեսվարողը կամ միջին օղակը, առևտուր իրականացնողը, առևտրային ընկերությունը վաճառքի անել։ Այդտեղ ավելանում են տրանսպորտային ծախսեր, այսինքն լոգիստիկ ծախսեր, երբ որ գյուղացու արտադրանքը իր պահեստից տեղափոխվում է դեպի վաճառողի պահեստ։ Երկրորդը դա որոշակի շահույթն է, որոշակի ծավալ շահույթի, որը ձեզ հավաստիացնում են ոչ մի տնտեսվարող իր միջին շահութաբերությունից ավել շահույթ տեղական արտադրության գյուղատնտեսության արտադրանքի վրա չի փորձում տարածել։ Այսինքն, եթե ինքը նպատակադրված է, նպատակաուղղված է 20% շահութաբերության, ինքը այդքան էլ ծախսը վերադիր է ավելացնում։ Ուղղակի այստեղ տարբերությունը կայանում է նրանում, որ որոշակի ապրանքների համեմատությամբ գյուղատնտեսական ապրանքները ունեն նաև լրացուցիչ ծախս կապված իրենց խոտանման հետ։ Այսինքն, իրենք ժամկետային են, որոշակի ծավալը ենթակա է խոտանման, արժեքի նվազեցման, հետեւաբար դա վերադիր ոչ թե պետք է ապահովի 20%, այլ 30%, քանի որ 10%-ի չափով փչանում է, կորցնում է իր ապրանքային տեսքերը։ Եվ հաջորդ ամենակարևոր բաղադրիչը գյուղատնտեսությունը Հայաստանի Հանրապետությունում չի հարկվում ավելացված արժեքի հարկով։ Իսկ առևտուրը հարկվում է ավելացված արժեքի հարկով։ Այսինքն, երբ որ գյուղացին ինքն է վաճառում իր արտադրանքը, ինքը չի վճարում ավելացված արժեքի հարկ, որովհետև նախ գյուղատնտեսությունը ազատված է դրանից, երկրորդը ինքը դիտարկվում է որպես միկրոձեռնարկություն։ Իսկ եթե մենք ուզում ենք, որ գյուղատնտեսական արտադրանքը վաճառվի օրինակ սուպերմարկետների ցանցում, մեծ շուկաներում, որ հիմնական սպառումը այդտեղ է իրականացվում, անանուն մեծ քաղաքներում, այդ ընկերությունները պետք է արդեն այդ գյուղատնտեսական արտադրանքի համար վճարեն ամբողջական ավելացված արժեքի հարկ, այսինքն ամբողջ 20%-ը։ Սա ենթադրում է, որ գյուղատնտեսական արտադրանքի վրա մոտավորապես 60-70% աճ է արձանագրվում գնի։ Այսինքն շուկայում եթե կարտոֆիլը արժե 100 դրամ, ապա մասնագիտացված առևտրի կենտրոնում, որտեղից իրականացվում է վաճառքը, նա պետք է արժենա 160 դրամ։ Եվ սրանից խուսափելու համար նախորդ կառավարությունը, ես հիշում եմ, 2016 թվականին, 17 մշակել էր մի սխեմա, եւ որպիսի հասու դարձնի գյուղատնտեսական արտադրանքի վաճառքը նաև սուպերմարկետներում եւ դայեղնի մրցակցային, դրա համար մի այսպես սխեմա էր դրվել գործի մեջ, երբ որ սուպերմարկետներում այս վաճառքն իրականացվում էր ոչ թե մայր ընկերության անունով, այլ անհատ ձեռնարկատերերի։ Այսինքն, եթե ենթադրենք Երևան City սուպերմարկետների ցանցն է, այդտեղ վաճառվող կարտոֆիլը կամ, չգիտեմ, խնձորը Հայաստանի, որpիսի եթե վաճառվեր ինքը Alex Grieg ընկերության անունից, դա պետք է վաճառվեր իմ ասած 60% վերադիրով։ Եթե մենք ուզում ենք, որ այդ գյուղատնտեսական արտադրանքը վաճառվի, այսինքն եթե մենք սա 60% վերադիր ենք դնում, ինքը մրցակցում էր արդեն ներմուծվածի հետ եւ մրցակցությանը չէր դիմանում։ Իսկ եթե մենք ուզում ենք ավելացված արժեքի հարկը որպես այդպեսի ոնց որ ազատել ենք այն գյուղացուն, ազատենք նաեւ Alex Grieg-ին, մենք նրան հնարավորություն ենք տվել կառավարությունը, որպեսզի նա վաճառքը իրականացնի ԱՁՆ-երի միջոցով, այսինքն վաճառված գյուղատնտեսական արտադրանքի համար հսկիչ դրամարկային կտրոն տրամադրվում էր ինչ որ ԱԶՆ-երի անունով։ Զուտ այդ նպատակով, որ Հայաստանի Հանրապետության գյուղատնտեսական արտադրանքը լինի մրցունակ։ Սակայն իշխանափոխությունից հետո սա առաջի քրեական գործն էր, որը հարուցվեց սուպերմարկետների, խոշոր սուպերմարկետների բոլոր գլխավոր տնօրենները, տեր եւ այլն, սա հետ կապված ագին քաշքշուկի մեջ ընկան, լուրջ ֆինանսական կորուստներ ունեցան, վնասներ ունեցան եւ վերջնականապես հրաժարվեցին Հայաստանի Հանրապետության գյուղացիների կողմից արտադրված արտադրանքը իրենց խանութներում վաճառելու մտքից։ Հիմա սա օգուտ էր, թե վնաս էր։ Այսինքն խնդիրը դրանում էր, ստեղծվել էր սխեմա, ինչպես կարող ենք չվճարելով ավելացված արժեքի հարկը, այսինքն չթանկացնելով գյուղացու արտադրանքը, թողնելով այն մրցակցային, վաճառել խոշոր առևտրային կենտրոններում։ Մշակվել էին փոխհամաձայնություններ եկել ՊԵԿ-ի, կառավարության հետ եւ այլն։ Եվ սա հանգեցրեց նրան, որ այդ տնտեսվարողները պետության հետ գնալով այդպիսի գործարքի, հետագան պատասխանատվության ենթարկվեցին։ Եվ դրա համար հիմա նրանք ուղղակիներ են մուծում Պարսկաստանից գազար, չեն վերցնում տեղականը։ Հասկանալի է։ Այդ խնդիրը հենց սրա մեջ էր կայանում նաև, որը ինքը լավ նպատակ է, այսինքն մենք պետք է հասկանանք, ստեղծել գյուղացու համար պայմաններ, այսինքն անվճար տրամադրվող առևտրային տաղավարներ, որտեղ նա կբերի եւ կվաճառի իր արտադրանքը, դա հարցի լուծում չէ։ Դրանից օգտվում են քչերը, ժամանակի ընթացքում այդ տաղավարները արդեն իրենց ամրագծում են, ամրագրում են ավելի խոշոր տնտեսությունները եւ այլն, եւ դա դառնում է ուղղակի բիզնես։
գյուղացիների մի մասը, որոնք միշտ բնակվում են քաղաքում եւ դա իրանց տաղավարն է։ Եվ երկրորդը, մենք պետք է ստեղծեինք համակարգ, որ մեր գյուղատնտեսական արտադրանքը լինի մրցունակ շուկայում, այսինքն վաճառվի ամենուր։ Այսօր եթե մենք մտնենք խանութ, սուպերմարկետ, դե առևտրի տրամաբանությունն էլ է փոխվել։ Մտնենք սուպերմարկետ եւ այդ սուպերմարկետից առնենք գյուղատնտեսական արտադրանք, հայկական, ինքը լինի մրցունակ։ Եվ այդ սխեման մի քիչ լավ չաշխատեց։ Դա համար իմ կարծիքով այդ է պատճառը, որ հիմնականում դադարացվել է կամ այլ ինչ որ եղանակներ են մտածում։ Իսկ այն որ գյուղատնտեսությունը մենք չհարկելով, արտոնություն տալով, սկզբնական փուլում արտադրության, հետո այդ արտոնությունը նրանից վերցնենք վաճառքի փուլում, դա ուղղակի էլի մի խթան է, որպեսզի մենք գյուղատնտեսության չաջակցենք։ Կխանգարի, հա, իրականում դա լրջորեն կխանգարի գյուղատնտեսությանը։ Եթե խոսենք վիճակագրական թվերի լեզվով, ապա կարող ենք նշել, որ 2020 թվականին Լոռիում սպանդի համար իրացված գյուղատնտեսական կենդանիների եւ թռչունների ծավալը կազմել է մոտ 21000 տոննա, որը 2019 թվականի համեմատ 3%-ով աճել է։ Կաթի արտադրությունը Լոռիում կազմել է 83000 տոննա, աճել է 1.6%-ով։ Ձվի արտադրությունն է նվազել 7.5%-ով, այն կազմել է 44 միլիոն հատ։ Սովորաբար կառավարության կողմից գյուղատնտեսության աջակցման տարբեր ծրագրեր են իրականացվում։ Հետքովիդյան եւ հետպատերազմական ժամանակաշրջանում ինչ փոփոխություններ կան այս առումով։ Մենք արդեն խոսեցինք սերմացուի, վառելիքի, գյուղմթերքի, սուբսիդավորման այլ տեսակների մասին, ֆերմերային տնտեսության ներկայացուցիչը հարցազրույցի ժամանակ խոսեց 0% գյուղվարկերի մասին, այս առումով ինչ քայլեր պետք է ձեռնարկի պետությունը եւ արդյոք կան արդեն որոշակի քայլեր։ Պետական աջակցության ծրագրերը, որոնցից մեկը հենց այդ 0%-ով վարկերի տրամադրումն է, այսինքն գումարի սուբսիդավորումն է, գյուղացիների մեծ մասը օգտվում են այդ վարկերից, որի մասին վկայում է մեր 20 թվականի ցուցանիշը, 3000-ից ավելի վարկառու է եղել մեր մարզից։ Դա հիմնական ծրագրերից մեկն է, այսպես ասած, կան մի շարք այլ ծրագրեր, որոնցից օգտվում են եւ համայնքները եւ անհատները, դա գյուղտեխնիկայի ձեռքբերման ծրագիր կարող է լինել կամ արտադրամասի սարքավորումների վերազինման ծրագիրը, ջերմոցային տնտեսությունների հիմնումը, խելացի անասնաշենքերի եւ անասնակոմերի ծրագիրը, սակայն ինչպես նշեց հենց մեր ֆերմերը, ուսումնասիրություն է կատարվում նախնական, տեղանքի ուսումնասիրություն, պետք է հողը համապատասխանի, այսինքն կան որոշակի չափանիշներ, որը որ պետք է համապատասխանի որևէ մի ծրագրի մեջ ընդգրկվելու համար։ Երբեմն լինում է, որ չի համապատասխանում, երբեմն էլ անհնարին է լինում ծրագրերից օգտվել այն պատճառով, որ ուղղակիորեն տնտեսվարողները ունենում են այլ վարկային պատմություններ կամ նախկինում ձեռք բերված այլ վարկեր, որը որ թույլ չի տալիս օգտվել ներկայումս գործող ծրագրերից։ Սրանք խնդիրներ են առաջացնում իհարկե գյուղատնտեսության մեջ։ Օգտվողներ լինում են, բայց քանակական առումով, որ ասենք բարձր է ցուցանիշը, միանշանակ ոչ։ Իսկ ինչ վերաբերվում է 0%-ով վարկերից օգտվելուն, դրանք տարբեր գումարային չափեր են, որոշակի սահմաններում շատ չեն այնուամենայնիվ 500,000, 600,000 մինչև 1 միլիոն, բայց դրանք փոքր գումարների չափեր են։ Ես չեմ կարծում, որ դա կարող է նպաստել գյուղացիների աշխատանքի բարելավման գործընթացին։ Այսինքն շատ ավելի մեծ գումարներ եւ ներդրումներ են անհրաժեշտ։ Մեծ գումարներ եւ ներդրումներ են անհրաժեշտ գյուղատնտեսության մեջ առավել բարձր ցուցանիշներ տեսնելու համար։ Եվ եթե փորձենք ամփոփել մեր այսօրվա հանդիպումը ու զրույցը, ինչպես եք պատկերացնում գյուղատնտեսության հետագա զարգացումները, հատկապես գյուղատնտեսության տարբեր ճյուղերում մեր մարզում։ Հարցը երկուսիդ եմ ուղղում։ Ճիշտ ասած, գյուղատնտեսության զարգացումը տեսանելի է, դա մի քիչ դանդաղ եւ տևական գործընթաց է, որովհետեւ բացի պետական աջակցության ծրագրերը, մենք ունենք նաեւ Եվրամիության աջակցության ծրագրեր, որոնք տարբեր ձևով նպաստում են մեր գյուղացիների աշխատանքը կամ ֆերմերային տնտեսությունների վերազինումը եւ կատարելագործումը, սակայն դրանք դանդաղ ընթացող process-ներ են, որ ասենք այս տարի կտեսնենք
հսկայական քանակությամբ աճ կամ փոփոխություն չէ, բայց ժամանակի ընթացքում դա տեսանելի process է։ Շատ լավ, պարոն Պապայան, ձեր վերաբերմունքը է սարց։ Հիմնական խնդիրը կայանում է նրանում, որ այսօր թիրախային չի աջակցում կոնկրետ գյուղատնտեսությունը, աջակցություն հատկացում է գյուղացիական տնտեսություններին, այսինքն ընտանիքներին, աջակցություն հատկացում է ինչ-որ թիրախային ուղղություններին, որ մենք պատկերացնում ենք, որ ինքը պետք է լինի մեր գյուղատնտեսության ապագան, սակայն դրանց որակական ազդեցությունը մենք այդպես էլ չենք տեսնում տնտեսության վրա։ Մենք ունենք ջերմոցային տնտեսությունների աջակցման ծրագիր, սակայն մենք չենք տեսնում բազմահազար ջերմոցային տնտեսություններ կառուցման փուլում։ Դա նշանակում է, որ այդ ծրագիրը չի աշխատում։ Մենք ունենք ծրագիր ոչխարաբուծության, անասնաբուծության հետ կապված խթանման, մենք չենք տեսնում անընդհատ ավելացող անասնագոմեր, խելացի անասնագոմեր, ինչ-որ տնտեսություններ, եւ դա նշանակում է, այդ ծրագիրը նույնպես չի աշխատում։ Կա անխոս որոշակի կոնկրետ դեպքեր օրինակելի, թե ինչպես է այս ծրագիրը ունեցել իր ազդեցությունը, ինչ դրական տեղաշարժեր կա, բայց այդ ծրագիրը ոչ թե ստեղծված է դրական տեղաշարժերի եւ առանձին գյուղացիական տնտեսությունների համար, դա ստեղծված է գյուղատնտեսությունը փոխելու համար, այսինքն ծրագրերի հիմնական ամենակարևոր առանձնահատկությունը պետք է լինի դրանց մասսայականությունը։ Յուրաքանչյուր գյուղում պետք է այդ ծրագրից լինեն բազմաթիվ օրինակներ։ Մենք պետք է ունենանք գյուղատնտեսական հողերի մշակման կուլտուրայի փոփոխություն, ձևի, ինչ որ կաթիլային ոռոգման, խելացի այգիների եւ այլն, այսինքն պետք է այդ շարժը նկատվի, որ փոխվում է գյուղատնտեսությունը դառնում է բիզնես, գյուղատնտեսությունը որոշակի առաջընթաց է արտանետում, որը չի երևում։ Մենք կարող ենք թվային ցուցանիշներով ներկայացնել, մենք կարող ենք ներկայացնել ինչ որ հեռանկարային մեր պատկերացումները եւ այլն, բայց իրականում յուրաքանչյուր հաջորդ ժամանակաշրջան արդեն բավական տևական ժամանակ է, մենք չենք տեսնում, որ գյուղատնտեսությունը կամ գյուղում բնակվող մարդը, գյուղացին, որոշակի էական կենսամակարդակի փոփոխություն է ունենում, կամ նրա աշխատանքային պայմանները էական փոխվում են, կամ օրինակ փոխվում են անասնագլխաքանակի որակական կազմը, կամ փոխվում է ինչ-որ դաշտերի մշակման, տեխնիկան, այսինքն գյուղատնտեսությունը որպես այդպեսին այսօր այդ ոլորտը մենք չենք փոխում։ Մենք խոսում ենք դրա մասին, մենք մասնակցում ենք ծրագրերի, որոշակի ինչ-որ ակտիվություն ենք ուզում անենք, գյուղացիների հետ ենք խոսում, նրանց դարդերն ենք լսում ցավերը, բայց իրականում այս ոլորտում աճ չկա։ Իսկ սա վերաբերում է միայն այնպիսի ոլորտի, որտեղ բնակվում է մեր երկրի որում զբաղված է մեր երկրի բնակչության 30%։ Սա վերաբերում է ամենախոցելի հատվածին եւ պարենային անվտանգություն ասեմ, արտահանման հնարավորություններ ասեմ եւ այլն, ես գտնում եմ, որ մեր գյուղատնտեսությունը մինչեւ այժմ արժանի ինչ-որ վերաբերմունքի չի արժանացել։ Մենք պետք է գյուղատնտեսությանը վերաբերվենք շատ ավելի լուրջ, քան տեղեկատվական տեխնոլոգիաներին, շատ ավելի լուրջ, քան այլ ոլորտներին, այսինքն մենք պետք է մեր գյուղատնտեսությանը վերաբերվենք շատ լուրջ, ոչ թե վերաբերվենք որպես բեռի, որտեղ մենք պետք է ինչ-որ ծրագրեր իրականացնենք, որտեղ անընդհատ մենք մշակենք այնպիսի ինչ-որ միջոցառումներ, որ գյուղացին մեզ չխաբի, ինչ-որ վարկը վերցնի, նպատակային չօգտագործի եւ մենք անընդհատ ինչ-որ բարիերներ դնենք այդ վարկի վրա, որ չհավատանք, հա, այլ մենք ուղղակի լրջագույն թիրախներ պետք է դնի պետությունը իր առաջ, լրջագույն մեծ թիրախներ եւ փորձի այդ թիրախները հասնելու համար շատ մեծ ռեսուրսներ կենտրոնացնել։ Այսինքն սա այն ոլորտն է, որը Հայաստանի համար ունի հեռանկարային զարգացման հնարավորություն, ունի արտահանման խիստ մեծ պոտենցիալ, ունի մեծ հնարավորություններ զարգանալու, ինչպես նաև բարելավելու երկրի բնակչության կենսամակարդակը եւ զբաղվածությունը եւ կառուցվածքը, որը այդքան էլ չի, ինչ արժևորվել։ Սա իմ կարծիքն է։ Շնորհակալություն, ընդհանուր գծերով մենք արդեն հասկացանք, թե ինչ վիճակում է գտնվում գյուղատնտեսությունը եւ տեսանք նաեւ, որ ոչ COVID-ը եւ ոչ էլ պատերազմական իրավիճակը այնքան էլ ծանր ազդեցություն չեն ունեցել գյուղատնտեսության վրա, այսինքն գյուղատնտեսությունը ինքը բավականին
ծանր իրավիճակում է գտնվում առաջընթաց, լուրջ առաջընթաց չգրանցելու առումով։ Եվ ինչ սպասենք առաջիկայում։ Առաջիկայում պետք է սպասենք կամ դանդաղ տեմպերով էվոլյուցիոն բնականոն աճ, որը չէր կարող չլինել։ Այսինքն գյուղատնտեսության մեջ երբեմն անդրադառնում է այնպիսի աճը, ինչպես կոնակ տեխնոլոգիայի աճն է, տեխնիկայի աճն է, որը ուզենք թե չուզենք, իրենք փոխելու են մեր աշխարհը։ Այսինքն եթե մենք ունենանք ավելի բարձր արտադրողականությամբ տրակտորներ, մենք ավելի լավ ենք մշակելու հողատարածությունը մեզ, դա գյուղատնտեսության ինչ որ մեր կողմից իրականացված քայլերի արդյունքը չէ։ Եթե մենք կարողանանք ավելի լավ սերմացու ձեռք բերել կամ ինչ որ գիտահետազոտական ինստիտուտում ավելի բարձր բերքատվությամբ սերմեր ստեղծեն, որը հասու լինի մեզ, նաև մենք որոշակի աճ կունենանք կամ այդ համաշխարհային միջինից ցածր աճը երաշխավորված է։ Այսինքն սա այն ոլորտն է, որտեղ պետք է մենք արձանագրենք համաշխարհային միջինից բարձր աճի տեմպեր։ Այսինքն ընդհանրապես տնտեսությունը նրա բոլոր ճյուղերը անընդհատ աճում են, չէ՞ կարող ինչ որ ճյուղ որ չաճի, հա, դա պետք է ինչ որ նոնսենս եղնի, որ չաճի, որովհետև անընդհատ աճում է բարձր տեխնոլոգիաները, ռոբոտաշինությունը, արհեստական բանականությունը, չգիտեմ, այլ ոլորտներ, որոնք մեզ անընդհատ առաջ են տանելու, հա։ Սակայն խնդիրը մերն է, որ մենք ունենանք համաշխարհային միջինից կամ տարածաշրջանային միջինից ավելի բարձր աճի տեմպեր, որը արդեն մեր աշխատանքի արդյունքն է, այլ ոչ թե համաշխարհային տենդենսների։ Եվ եթե մենք ունենանք այդպիսի աճի տեմպեր, նշանակում է մեր մոտ գյուղատնտեսությունը աճում է։ Իսկ եթե ուղղակի այնինչ տեղի է ունենում ամբողջ աշխարհում, դրանից ավելի քիչ տեղի ունենա մեր մոտ, դա նշանակում է մեր մոտ ուղղակի իներցիոն աճ է, որը պայմանավորված չէ պետության գործունեությամբ, այլ ուղղակի պայմանավորված է գիտության, տեխնիկայի զարգացվածության կամ, չգիտեմ, ինչ-որ բնակլիմայական պայմաններով կամ պարտանյութի որակով ենթադրենք։ Շնորհակալություն, Տիկին Թումանյան, եթե ամփոփելու լինենք այս ծանր ոլորտը, որ բաժին է ընկել ղեկավարելու ձեզ մեր մարզում։ Իհարկե ես ինչ որ չափով համամիտ եմ իմ գործընկերոջ հետ, ինչ որ չափով էլ կուզեմ հակասել, քանի որ ես ունեմ լավատեսական մոտեցում առավել եւ ես տեսնում եմ, որ շատ ավելի լավ կլինի ամեն ինչ, կապված տեխնիկայի ձեռքբերման հետ մեր համայնքները հիմա բավականին ակտիվ են սուբվենցիոն ծրագրերով տեխնիկայի ձեռքբերման գործընթացի հետ կապված եւ դա մեծ ոգևորություն է առաջացնում գյուղական բնակչության մոտ, հողերի մշակման ավելացումը կարող են կապել եւ դրա հետ նաեւ, ինչպես նաեւ ռոռոկման համակարգերի հետ կապված նույնպես փոփոխություններ ենք մենք գրանցում, այսինքն ելի սուբվենցիոն ծրագրերով վերականգնողական եւ վերակառուցման աշխատանքներ են իրականացվում ռոռոկման համակարգի, դա նույնպես նպաստում է գյուղատնտեսական հողերի մշակման ավելացման գործընթացին։ Իսկ ինչ կապված է նոր սերմացուների ստացման հետ հենց մեր երկրում, ասեմ, որ մենք մեր մարզում համագործակցություն կա Գյումրու սելեկցիոն կայանի հետ եւ արդեն երկրորդ դեպքն է, որ մեր մարզում կատարվում է սելեկցիոն կայանում հենց ստացած սորտերի փորձարկման գործընթաց եւ արդյունքները հնարավոր է, որ շատ ավելի բարձր լինի, քան մենք սպասում ենք։ Դա բավականին հուսադրող է ինձ թվում է։ Այնուամենայնիվ կարելի է լավատեսորեն նայել ամեն ինչին։ Շնորհակալություն։ Հիշեցնեմ ՄԻԳ ռադիոընկերության եթերում հետհամաճարակային եւ հետպատերազմական տնտեսական մարտահրավերները եւ դրանց հաղթահարման ուղիները ծրագրի գյուղատնտեսություն հաղորդաշարներ։ Իմ հյուրերն էին տնտեսագետ Հրայր Պապոյանը եւ Լոռու մարզպետարանի գյուղատնտեսության եւ բնապահպանության վարչության պետ Արուս Թումանյանը։ Ձեզ հետ էր Նարինե Մաթևոսյանը։ Ցտեսություն։